Այսօր կարող ենք համարել, որ պարբերաբար քննարկվող թեմաներից մեկը մեդիան է եւ մեդիայի խնդիրները, եւ գրեթե բոլոր երկրները ունենում են բարդություններ մեդիա դաշտում։ Դրանք կարող են վերաբերել ժուրնալիստիկայի հիմնարար սկզբունքներին, ապա տեղեկատվությանը, լրագրողական էթիկային կամ այլ ոլորտներին։ Այսօր հարևաններ հաղորդման համահեղինակներից մեկի Մարոթ Հարվարդյանի հետ զրուցելու ենք ԶԼՄ-ի մոնիթորինգի շուրջ։ Դուք իրականացնում եք ԶԼՄ-ի մոնիթորինգ տարածաշրջանի երկրների համատեքստում։ Նույն ինքը ադրբեջանական, վրացական, թուրքական, իրանական ԶԼՄ-ների համատեքստում։ Նախ ուզում եմ խոսենք առհասարակ ինչ է իրենց ենթադրում մոնիթորինգը, քանի որ մոնիթորինգ երևույթը ինքնին բազմիմաստ է, փորձենք բացատրել, թե ինչ է իրենց ներկայացնում մոնիթորինգը ԶԼՄ-ների համատեքստում։ Առհասարակ մոնիթորինգը ինչ որ իրադարձությանը կամ վիճակին հետևելն է, ըստ իս կարող ենք ասել, որ մոնիթորինգը հետևողականությունն է, թե ինչ պարբերականությամբ են ԶԼՄ-ում տեղադրվում նյութերը եւ փորձենք Հայաստանի վերաբերող կամ կարևոր նշանակություն ունեցող լուրերը առանձնացնել։ Այսինքն մոնիթորինգ նույն ինքը մշտադիտարկում, որը կարելի է բացատրել հետևողականություն կամ առանձնացում տերմինների տեսքով։ Դուք ինչ կասեք մոնիթորինգի շուրջ։ Շատ լավ, շնորհակալ եմ նախարարի համար Այսիա, ուրախ եմ քեզ այստեղ տեսնել տաղավարում։ Շատ լավ թեմա եք իմիջիայլոց ընտրել ուսումնասիրության համար, պետք է խոստովանեմ։ Եթե մի քիչ ավելի առօրեականացնեմ այն հարցը, որ դուք բարձրացնում եք, սովորաբար մարդը իր տեսակով այնպեսին է, որ իրեն միշտ հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում հարևանի տանը, հա, այսպես սիրում է պատուհանից մի քիչ այն կողմ նայել, վարագույրը մի քիչ շղարշը թեքվի, բացվի, տեսնի թե ինչ է կատարվում ներսում հարևանի տանը, ավելի շատ իրեն հետաքրքրում է հարևանի կյանքը, քան թե այն ինչ որ տեղի ունենում մի քանի թաղամաս այն կողմ։ Եվ այս իմաստով, եթե լայն նայենք մեզ Հայաստանից համար, ավելի հետաքրքրական է, թե այն ամենը ինչ է կատարվում մեր հարևանների տանը, այսինքն Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում եւ Վրաստանում։ Մշտադիտարկումը կամ ուսումնասիրությունը այդ երկրներին ընդհանրապես կողքից նայելն է, հետևելն է, զգուշորեն, առանց բնականաբար միջամտելու, առանց ներքին խոհանոցի մեջ խորանալու, ուղղակի իրազեկ հայ հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացվածության համար է պատրաստվում այս հաղորդաշարը, որը իհարկե հավակնություն չունի ծածկելու ամբողջ լրահոսը, քանի որ մենք ժամանակային սահմանափակում ունենք, իհարկե դա ամենօրյա հաղորդաշար է 10-ից 12 րոպե միջին տևողությամբ, թեպետ ըստ լրահոսի առատության լինում է նաև ավելի շատ, մինչև 15-16 րոպե, եթե սակավաթիվ են լուրերն ավելի քիչ, մինչև 8 րոպե, բայց ամենօրյա հաղորդաշար է հնգօրյա եւ ժամանակային սահմանափակման հետևանքով չեն կարողանում ամբողջը ծածկել եւ նման հավակնություն էլ չունենք։ Այդուհանդերձ փորձում ենք վերցնել այն ամենակարևորը, որ գոյություն ունի տվյալ օրվա լրահոսում, հիմնականում մեր թիրախային լուրերը դրանք են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր իրականությանը, հայ իրականությանը, այսինքն հայ-իրանական հարաբերություններին, հայ-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին, դրանք մեր թիրախում ուսումնասիրության թիրախում գտնվող լուրերն են, այսինքն այն շատ նեղ խոհանոցային լուրերը, որոնք տեղի են ունենում տվյալ երկրներում, մենք աշխատում ենք այդքան էլ չանդրադառնալ դրանց, քանի որ մտածում ենք, որ հայ հասարակությանը դրանք այդքան էլ չեն հետաքրքրի, բայց այն լուրերը, որոնք ամիջականորեն մեզ վերաբերում են, ամիջականորեն կապ ունեն մեզ հետ, դրանք բնականաբար մեր ուսումնասիրության կենտրոնում են։ Որպես այդպեսին մենք նպատակ չունենք շատ կենտրոնանալ, թե ինչպես են աշխատում տվյալ երկրների լրատվամիջոցները, բայց ամեն դեպքում այնքանով, որքանով մեր պրոֆեսիոնալիզմը մեզ թույլ է տալիս, մեր փորձը թույլ է տալիս, աշխատում ենք բոլոր դեպքերում վերցնել այն լուրերը, որոնք հավաստի են, որոնք կարելի է ստուգել, վերստուգել, որոնք պաշտոնական աղբյուրներից են գալիս, որովհետեւ հանգիստ լինենք, համոզված լինենք, որ հանկարծ որևէ դեզինֆորմացիա չհաղորդենք մեր հեռուստադիտողին։ Քանի որ նշեցիք, որ իրականացնում եք մշտադիտարկումը մինչև օրվա ինչ-որ հստակ ժամանակահատված, օրինակ մինչև երեկոմ։ Եթե ավելի ուշ տեղի ունենում կարևոր իրադարձություններ Հայաստանի վերաբերող կամ առհասարակ արտաքին քաղաքականության հետ կապված, այդ տեղեկությունները ինչպես են հայտնվում հաղորդման շրջանակում, հաջորդ օրը արդեն ներկայացվում են նախորդ օրվա շարունակությունը, թե ուղղակի բաց են մնում այդ տեղեկությունները։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետև հենց նոր ես պատրաստում էի հարևաններ հաղորդումը եւ եկա այս նկարահանմանը, երբ որ ես ավարտեցի արդեն մոնտաժը, թվում էր թե վերջ, շատ լավ լուր ստացանք հենց նոր, որ Ադրբեջանը մեր 4 գերիներին բաց է թողել։ Ես հիմա պատրաստում եմ անմիջապես
այս նկարահանումից հետո գնալ եւ շարունակել եւ ավելացնել մինչեւ ամբողջական տեսքի չբերեմ քիչ թե շատ բնականաբար չենք հանձնում ավելացումներ բոլոր դեպքերում լինում են հաղորդումը գնում է երեկոյան եթեր եւ հաջորդ ամբողջ օրը գնում է կրկնություն դա է պատճառը որ աշխատում ենք հիմնականում ճշգրտած լուրերը դնել այսինքն որ հակասություններ առաջացնեն գուցե հետո հերկվեն կամ ճշտվեն այդպիսի լուրերից աշխատում ենք խուսափել բայց բոլոր դեպքերում եթե լինում է շատ կարևոր սենսացիոն մեզ համար անհրաժեշտ լուր դա ամեն դեպքում ավելացնում ենք այսինքն նախընտրում ենք անել վերջացնել ավելացում անել մի քիչ ավելի երկար մնալ հեռուստատեսային կյանքը այդպիսին է այսինքն պետք է պատրաստ լինես որ ամեն դեպքում կարող ես հավելյալ գործ անել ել ավելի մնալ մինչև որ նպատակից չհասնես ամբողջ թեկուզ այդ պահին այն ամենը ինչ որ կարևոր է եւ կա այդ ամենը անպայման տեղ հասցնել չսպասել վաղվան եթե եղել են նման դեպքեր որ շատ կարևոր լուր է եղել ձեր հանձնելուց հետո եթերում այդ դեպքում ինչպես եք վարվել ուրեմն մեր հաղորդաշարը ճիշտ է լրատվական է բայց ինքը ռեպորտաժային չէ այսինքն բոլոր դեպքերում մենք ունենք լրատվական ծրագիր լուրերը որը ունի իր միջազգային բաժինը որը ունի տվյալ օրվա հերթապահը, որը մինչև ուշ մնում է, նա անում է, այսինքն նա ռեպորտաժներ է պատրաստում եւ թարմացնում։ Որպես այդպեսին իր իրավասությունն է այդ գործով զբաղվելը։ Այնպես որ մենք հանգիստ ենք, մենք միակը չենք, որոնք լուրերը լուսաբանում են տվյալ, այսինքն ամեն դեպքում կա մարդ, որը կանի դա եւ հաջորդ օրը առավոտն էլ կգա եւ կանի դա, այսինքն հանգիստ ենք այդ իմաստով։ Տարբերությունը լրատվական բլոգի եւ մեր հաղորդմանն է, որ լրատվական բլոգում այլ երկրներ նույնպես ներգրավված են, այսինքն տեսաշարում միջազգային շատ երկրների մասին է խոսում եւ այն մանրամասնությամբ ոնց որ հարևաններում է ներկայացվում տարածաշրջանային լուրերը, այդպես չէ։ Այսինքն մեկը մյուսին փոխ լրացնում են։ Եթե հրատապության հարց կա, դրանով զբաղվում է միջազգային բլոկը լուրերի, եթե կա ավելի մանրամասն հանգամանալից եւ տարբեր տարածաշրջանային բոլոր երկրների կարևորագույն լուրերի լուսաբանումը դրանով զբաղվում է հարևանները։ Եվ խոսելով մշտադիտարկումից, լուրերից, իրադարձություններից, հետաքրքիր է որքանով է կարևորում լեզուների իմացությունը այս ոլորտում։ Խոսքային մասին է, որ իրականացնում ենք տարածաշրջանի երկրների մշտադիտարկում, բնականաբար անդրադառնում ենք իրանական, ադրբեջանական, թուրքական, վրացական զլմ-ներին։ Այս դեպքում ինչպես է կարգավորվում այդ հարցը, որովհետև բնօրինակը եւ թարգմանական տարբերակը երբեմն իրարից կարող են տարբերակվել։ Ինչպես է այդ դեպքում վարվում։ Ցավոք սրտի հայ իրականության մեջ դժվար է գտնել մարդու, որը հավասարապես կարող է դիրապետել հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ տարածաշրջանային 4 լեզուներին։ Բայց եթե մարդը քիչ թե շատ ոլորտին ծանոթ է եւ գոնե հայերենին ու անգլերենին եւ ռուսերենին քիչ թե շատ կատարյալ դիրապետում է, հնարավոր է այս հարցը լուծել։ Բացի այդ մենք մեր թիմում ունենք ադրբեջանագետներ, ունենք վրացագետներ, իրանագետներ, թուրքագետներ, որոնք այս հարցում օգնում են մեզ։ Այսինքն տեքստային, լեզվական իմաստով եթե ունենում ենք խնդիրներ, դիմում ենք նրանց օգնությանը եւ մեր թարգմանչուհիները մեզ օգնում են։ Եթե դա վերաբերում է, ասենք տվյալ տերմինի արտաբերմանը, անվանման արտաբերմանը, ինչպես կարելի է արտասանել տվյալ տեղանունը կամ մարդու անունը, կամ տեքստային հատվածին, այդ դեպքում դիմում ենք մասնագետների օգնությանը մեր թիմում աշխատող, մեծ թիմ է իրականում աշխատող, միայն մենք չենք։ Թարգմանիչներ կան, խմբագիրներ կան, մոնտաժային աշխատողներ, մի խոսքով, բայց դիմում ենք արհեստական բանականության օգնությանը այն դեպքում, եթե պետք է գտնել տեսաշարեր։ Այսինքն մեր աշխատանքը ոչ միայն լուրը գտնելն է, տեքստը պատրաստելն է, թարգմանելն է, այլև տվյալ լուրին համապատասխան տեսաշարը գտնելն է։ Տվյալ դեպքում ինչ ենք անում, քանի որ տեղյակ ենք արդեն ինչի մասին է խոսքը, դա մոտավորապես թեման բանալի բառերով գրում ենք նույն Google Translate-ում, ChatGPT-ում եւ տալիս է թե օրինակ թուրքերենով ինչպես կլինի, ինչպես կարելի է գտնել տվյալ լուրը YouTube-ում։ Իհարկե մեր լրատվական գործակալությունը համագործակցում է նաեւ Reuters-ի հետ։ Տեսաշարեր այնտեղից գտնում ենք, բայց քանի որ Reuters-ը չունի հատուկ ռուբրիկա նվիրված մեր տարածաշրջանային լուրերին, սակավաթիվ են այնտեղ լուրերը։ Հետևաբար տեսաշար գտնելու խնդիր ենք ունենում։ Այ հենց այդ ժամանակ է, որ մենք դիմում ենք արհեստական բանականության օգնությանը եւ մոտավոր թարգմանություն անելով գտնում ենք տվյալ լուրին համապատասխան տեսաշարը։ Այս դեպքում անգնահատելի է իհարկե
դրանց դերը։ Այսինքն այլ կերպ հնարավոր չէ, քանի որ մեծ լայնածավալ աշխատանք է կատարվում եւ այդ պահին դու մենակ ես, չունես գործընկեր, որը կարող է քեզ օգնել, հա, եւ դու չես տիրապետում օրինակ վրացերենին կամ ադրբեջաներենին, դու դիմում ես օգնությանը արհեստական բանականության, վրացերեն տալիս այն տարբերակը քեզ համար կարեւոր չէ, բայց երբ որ դու փնտրում ես եւ տվյալ դաշտում YouTube-ում օրինակ գտնում ես լուրը, դու հասկանում ես արդեն, քանի որ փորձ ունես, նախկինում աշխատել, դու գիտես այդ մարդիկ ովքեր են, պետք է ճանաչես այդ բոլոր դեմքերին, իրադարձությունները, դու արդեն հասկանում ես, որ դրա մասին է եւ ահա այդ լուրը, այդ կադրը կարելի է վերցնել եւ օգտագործել։ Հիմնականում իրադարձությունները լուրերը միայն նկարի տարբերակով են տեղադրվում, դրա համար տեսաշարի խնդիր ենք ունենում։ Շատ քիչ է հանդիպում, որ հնարավոր է վիդեո տարբերակով լինի, եթե լինում է վիդեո տարբերակով, կարծում եմ միանգամից հենց այդ վիդեոն կարող եք դնել ու բնականաբար նախապատվությունը մեր դեպքում տրվում է հիմնականում վիդեոշարերին, այսինքն իհարկե օգտագործում ենք նաև նկարային տարբերակներ, FS-ներ ենք ասում, հա, այդ մեր անիմատորներն են պատրաստում, տվյալ ասենք թերթից վերցված մի կտոր, մի հատված անիմացիոն պատրաստում են, բայց իհարկե նախապատվությունը տվում է վիդեոշարին, որովհետև ամեն դեպքում այն ինչ որ տեսանելի է, տեսաշար է, դա ավելի նախընտրելի է, քան ստոպ կադրը, քան տեքստային հատվածը, որ եթե կադրում երևում է։ Բոլոր դեպքերում կադր եւ խոսք այդ իդեալական համադրությունը շատ ավելի նախընտրելի է, որպեսզի հեռուստադիտողի աչքին հաճելի լինի, ընկալմանը ավելի համապատասխան լինի։ Ես իրականացնում եմ ադրբեջանական կայքերի մշտադիտարկում ու հետաքրքիր է, որ դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած մի միջոցառման շրջանակում Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը խոսել էր, որի տեսաշարը չկար, միայն տեքստային տարբերակներ։ Եվ ադրբեջանալեզու հատվածում Զանգեզուրի միջանց տերմինը գրված էր Զանգեզուրի հատված տարբերակով։ Զանգեզուրի հատված։ Այո, հատված էր նշված, իսկ ռուսալեզու տարբերակում, որը եւս իրենք են թարգմանում եւ շատ արագ փորձում են տեղադրել, նշված էր հենց միջանց տարբերակով։ Այսինքն այս դեպքում, եթե մենք փորձենք նախապատվություն տալ ռուսականին, կստացվի, որ մենք դիտարկում ենք Զանգեզուրի միջանցքը որպես միջանցք տերմինով, բայց ադրբեջանալեզու աղբյուրները հայտնում են հատված տարբերակով։ Նման խնդիրների եթե բախվել եք կամ նկատել եք, կարծում եմ դիմել եք ձեր մասնագետներին, որ իրենք փորձեն տերմինների կիրառությամբ հստակորեն նշել մանավանդ եթե զգայուն որևէ տերմին է։ Այո, դա զգայուն տերմին է, դա քաղաքական տերմին է, դա մոտեցման հարց է եւ դա մեր ընդհանուր գաղափարախոսության ճշգրիտ ներկայացման հարց է։ Այսինքն նույնիսկ եթե ադրբեջանական մամուլում ասում է Զանգեզուրի միջանցք, ես իմ հաղորդման մեջ չեմ նշում Զանգեզուրի միջանցք։ Ես չեմ ուղիղ խոսքը չեմ մեջ բերում, այսինքն մեր նպատակը նրանց քարոզը առաջ տանելը չէ։ Ես աշխատում եմ խուսանավել մասնագիտական հմտություններով, խուսանավել նրանց ուղիղ կամ շատ խիստ ասել, որ մեջբերում եմ նրա խոսքը, ամեն դեպքում մենք կիրառում ենք այն լեզվա մթերքը, այն բառամթերքը, որ ընդունված է մեր իրականության մեջ։ Այսինքն եթե դա Թրամփի ուղի է, ուրեմն դա պետք է լինի Թրամփի ուղի։ Անկախ նրանից թե ինչպես են ուզում ներկայացնել ադրբեջանական լրատվամիջոցները կամ նրանց համարժեք ռուսական թարգմանած տարբերակները։ Կարծում եմ, որ երբեմն պետք է հենց բնօրինակ տարբերակը տրամադրել, ինչպես իրենք են ասում, որպեսզի հայ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչպես են իրենք կիրառում եւ ինչ մոտեցում ունեն։ Այո, այդ դեպքում ես դա միայն տալիս եմ սինխրոնի տարբերակով, այսինքն ուղիղ խոսքի տարբերակով, այսինքն պետք է հնչի հենց իր շուրթերից։ Եվ իմ անուղակի խոսքում ես չեմ կրկնում այն բառամթերքը, որը օգտագործում է ադրբեջանցի, թուրք կամ մեկ այլ ազգի պաշտոնյան, որը որ մեզ համար զգայուն թեմա է։ Շատ է, ուղիղ ցիտելով, այլևս չի ստացվում քարոզություն, եւ մենք ուղակի փոխանցում ենք այդ խոսքը, որպեսզի պատկերացում կազմեն, թե ինչ տարբերակով են իրականացնում։ Եվ քանի որ այս շրջանակում խոսեցինք ապատեղեկատվության մասին, հետաքրքիր է ապատեղեկատվության սպառողը հիմնականում հայ հասարակությունն է ու քանի որ մենք ներկայացնում ենք երբեմն տեղեկություններ եւ շատ արագ կարող են հերկվել հենց պաշտոնական աղբյուրներից, քանի որ արդեն եթեր է գնացել, օրինակ եթե եղել է նման դեպք, ինչպես այդ հերքում իրականացվում, որպեսզի ապատեղեկատվության սպառումը հնարավոր լինի վերացնել կամ չգիտեմ ինչ որ կերպ փորձել նոր տեղեկությունը հրամցնել։ Գիտեք, ես սովորաբար մեր աշխատանքը փոքր-ինչ սիրում եմ համեմատել բժշկի գործի հետ, բայց այն տարբերությամբ միայն, որ եթե բժշկի սխալից կարող է մարդ Աստված չանի մարդու հետ վատ բան պատահի, մահանա կամ չգիտեմ անբուժելի ինչ որ խնդիր առաջանա, մեր դեպքում եւս
մեր պացիենտը, տվյալ դեպքում հեռուստադիտողը, ինձ համար կարևոր մարդ է այն իմաստով, որ չպետք է նրա մեջ մեռնի վստահության այդ պահը, հա, որ դա էլ է շատ կարևոր։ Այսինքն ամեն ինչ պետք է անես, որպեսզի քեզ լսողը հանկարծ չհիասթափվի, վստահությունը քո նկատմամբ չկորի, բայց լինում են դեպքեր, երբ որ անկախ քեզանից է այդ ամեն ինչը տեղի ունենում, այսինքն դու այն ամենալավ մտադրությամբ գնում ես, ոսկրչի ճշգրտությամբ աշխատում ես, բայց լինում են ֆորս մաժորային դեպքեր, երբ որ անկախ քո կամքից ապատահկատվություն ես տրամադրում։ Հիմա ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա։ Ի սկզբանե մեր տրամադրվածությունը այնպիսին է, որ պետք է օգտվենք բացառապես պաշտոնական կայքերից։ Այսինքն Վրաստանի դեպքում իրենց հանրային հեռուստաընկերությունն է, Թուրքիայի դեպքում Անադոլուն է, Հուրիետն է, Իրանի դեպքում Թասնիմը, Մեհրը, Իրնան, Ադրբեջանի դեպքում հիմնականում օգտվում ենք Ազերթաճից, Թրենդը, Ռեպորտը, Հակինազը, հա, այսպես։ Բայց կարևոր է նաև, եթե տվյալ գերատեսչության մասին է լուրը, հենց այդ գերատեսչության պաշտոնական կայքից օգտվել։ Եթե այդքանով հանդերձ, այսինքն այդ կայքերից օգտվում ենք, իրենց պակաս հայտնի թերթերից, դեղին մամուլից չենք օգտվում, ամեն ինչ փորձում ենք ճիշտ անել եւ կանոնավոր անել եւ օրինական անել եւ այդքանից հետո լինում է բան, որ ասենք միգուցե միտումնավոր են տվյալ գերատեսչությունները ներկայացրել տվյալ ապատահկատվությունը եւ հետո հերկվում է դա, բնականաբար արդեն հաջորդ օրվա աշխատանքի վրա է մնում, որ այսպիսի բան է տեղի ունեցել, այսպիսի բան ենք ասել, այսինքն փորձում ենք քիչ թե շատ հնարավորինս ամեն դեպքում ազնիվ եւ անկեղծ լինել հեռուստադիտողի հետ։ Եթե եղել է նման բան, հա, ասում ենք եղել է, բայց հերքել են, այսպես է եղել է, այսինքն ազատ, հանգիստ, պարզ, անկեղծ փորձում ենք կապը այսպես պահպանել հեռուստադիտողի հետ։ Իսկ ապատեղեկատվությունը ոչ միայն հերկման տեսանկյունից, այլ նաև երբ կոնտեքստից կտրված որևէ հատված է տեղադրվում, սեպտեմբերին, երբ տեղի էր ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը, Իլհամ Ալիևը իր ելույթում նշել էր, որ պատերազմից հետո Ադրբեջանը իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու, հիմնվելով տարածքային ամբողջականության կամ փոխադարձ ճանաչման հիման վրա, եւ հետաքրքիր է, որ դա 2020 թվականի պատերազմից հետո նկատի ուներ եւ մեր հայկական լրատվադաշտում տարածվել էին շատ արագ այն մասին, որ Իլհամ Ալիևը նշում է Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել։ Այսինքն այս դեպքում ստացվում է, որ նոր բովանդակություն է հաղորդվում Ադրբեջանի կողմից, նոր առաջարկ եւ ես որպես ընթերցող կարծում եմ, որ դա հենց նոր որևէ առաջարկ է Ադրբեջանի կողմից, բայց երբ ամբողջական նախադասությունն ենք նայում, դա ընդհանրապես այն ժամանակվանից 2020 թվականից հետո իրենց կողմից առաջարկվող որևէ ծրագիր է կամ առաջարկ։ Այս դեպքում, երբ օրինակ կոնտեքստից կտրված է լինում եւ շատ դեպքում կարող է նույնիսկ ռուսալեզու տարբերակներ այդպես լինել, բնօրինակի տարբերակում ինչպես կարող ենք մենք ավելի ուշադիր լինել, որպեսզի կոնտեքստից կտրված չլինի, այս դեպքում ոչ թե կարող ենք, այլ պարտադիր է սկզբնաղբյուրից վերցնել, դա սկզբնաղբյուրում շատ քիչ կարող են հանդիպել, բայց կարող ենք նշել, որ ապատեղեկատվությունը ոչ միայն հաջորդ օրը օրինակ հերքելն է, այլ նաև ապատեղեկատվություն կարող ենք որակել սա, երբ կոնտեքստից կտրված ինչ որ հատված է լինում։ Այո, դա գիտեք, նայած ինչ լրատվամիջոց, ինչ նպատակ է հետապնդում տվյալ վերնագրով նյութ տեղադրելը։ Մենք որպես այդպիսին հանրային հեռուստաընկերությունը, եթե նկատած կլինեք, նման նպատակ չունի, այսինքն գովազդվելու, չգիտեմ, դիտումներ հավաքելու, սենսացիա առաջացնելու նպատակ մենք չենք հետապնդում, այսինքն մեզ համար առաջնայինը ճշգրիտ տեղեկությունը փոխանցելն է, օբյեկտիվ եւ այո կոնտեքստի մեջ եւ այնպես որ հասկանալի լինի, որ տարընթերցում շփոթմունք չլինի հանկարծ, այսինքն նույնիսկ եթե հեղինակը ես կոնկրետ կամ իմ մյուս գործընկերուհին եթե նույնիսկ գրենք, այսինքն մենք ունենք խմբագիրներ, որոնք ուսումնասիրում են, հետևում են, ուշադիր են այդ հարցում, որ հանկարծ չստացվի այնպես, որ հեռուստադիտողի մոտ շփոթմունք առաջանա, թե որ ժամանակահատվածին է վերաբերում տվյալ լուրը, այո, շատ լրատվամիջոցներ ցավոք սրտի դիմում են այդ հնարքին դիտումներ հավաքելու համար, բայց հանրային հեռուստաընկերությունը նման խնդիր չունի, ազատ է ճշգրիտ ինֆորմացիա հաղորդելու գործում, որովհետև ինքնագովազդվելու խնդիր չունի։ Այնպես որ մեզ համար կարևորը օբյեկտիվ իրականությունը ճշգրիտ ներկայացնելն է, թե քանի դիտում իհարկե շատ ավելի նախընտրելի է, երբ որ դիտումները շատ լինեն, մենք էլ ենք մեր հաղորդաշարը սոցցանցերում տեղադրվում են եւ YouTube-ում է տեղադրվում եւ Facebook-ում է տեղադրվում, բայց գլխավոր նպատակը ոչ թե դիտումների առատությունն է, սենսացիայի վրա հիմնված, այլև ճշգրիտ, մաքուր, օբյեկտիվ տեղեկություն փոխանցելը։
Քանի որ խոսեցինք սոցցանցերից, այն տեղադրվում է նաև սոցցանցերում, բայց մեծամասամբ այն հեռուստատեսային բովանդակություն է։ Դուք ինչ եք կարծում հեռուստատեսային բովանդակությունը ինչպես կարող ենք անել, որ հայ հասարակությունը կարողանա սպառել եւ կոնտեքստից կտրված հատվածներ դիտելու փոխարեն ամբողջական տարբերակը կարողանա դիտել ու հեռուստատեսային բովանդակությունը ավելի մատչելի լինի հայ հասարակությանը, քան օրինակ փոքր հատվածները, որոնք տեղադրվում են սոցցանցերում։ Գիտեք, Հարևաններ հաղորդաշարը տեղադրվում է, ինչպես արդեն նշեցի, Facebook-ում եւ YouTube-ում։ Ճիշտ այնպես, ինչպես մենք հեռուստատեսությամբ ցույց ենք տալիս, այդպես տեղադրվում է երկու հարթակներում ամբողջապես, այսինքն այն ինչ որ հեռուստատեսությամբ տեսնում ենք, կարող ենք տեսնել նաև YouTube-ում եւ Facebook-ում։ Հիմա նպատակը ինչ անել, որպեսզի գրավիչ լինի տվյալ լուրը, որ մարդը բացի եւ կարդա։ Քանի որ բազմաթիվ լուրեր ենք ունենում տվյալ հաղորդաշարի մեջ, վերցնում ենք վերնագիր, որևէ լուրի վերնագիրը։ Հիմնականում ընտրում ենք այնպիսի վերնագիր, որ գրավիչ լինի հեռուստադիտողին, այսինքն YouTube-ա դիտողին կամ Facebook-ա դիտող հասարակությանը, որ գրավիչ լինի, ինչ որ մեզ հետ կապված ինչ որ լուր լինի, ավելի գայթակղիչ, պրովոկացիոն, ինչ որ ճակերտավոր, հա, մասամբ պրովոկացիոն լուր լինի, որպեսզի հեռուստադիտողը հետաքրքրված շահագրգռված լինի բացի եւ նայի լուրը, այսինքն չեն կրճատումներ չենք անում, սոցհարթակներում տեղադրվում է ճիշտ այն ամբողջ այն քանակով, որը որ հեռուստատեսությամբ ցուցադրում է։ Շատ կարևոր է այստեղ մեդիա գրագիտությունը, այսինքն նայած ինչ է քեզ 1000 ու մի բան կարող է մատուցվել, բայց եթե դու ոլորտին քիչ թե շատ ծանոթ ես, արդեն հասկանում ես այս լուրը արժե բարձել կարդալ կամ ինչքանով է դա հավաստի, ինչ են հեղինակը ինչ է ուզել այդ լուրը տեղադրելով, որ քո մոտ ինչ կատարվի, դու հավատաս, վստահես, միամտորեն այսպես խայծկուլ տաս, թե ամեն դեպքում եւս մեկ անգամ մտածես, հասկանաս, վերլուծես, արդյոք արժե դա նայել եւ նայելուց հետո ինչ պետք է հասկանաս։ Մեդիա գրագիտության մակարդակի բարձրացումը շատ կարեւոր է այս իմաստով։ Ինչ վերաբերում է մեր հաղորդմանը, մենք տեղադրում ենք ճիշտ այն քանակով, ինչ որ եթեր է գնում։ Հետաքրքիր է ուսումնասիրելով Հարավային Կովկասի երկրների զլմ-ները, ձեր կարծիքով որ թեմաների շրջանակում են հիմնականում ամենազգայունը, օրինակ սոցիալական, քաղաքական, տնտեսական, եւ շատ բարդ է լինում հասկանալ, թե տվյալ երկրում ինչ է կատարվում, ներքին ու արտաքին քաղաքականությունը միասին վերցրած։ Ձեր կարծիքով Հարավային Կովկասում հիմնականում որ թեմաների շրջանակում են շատ ավելի զգայուն լինում ու այդ շրջանում օրինակ պետք է ավելի արտակարգ ռեժիմով աշխատել։ Բնականաբար անվտանգությունը ինչպես Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ մեր տարածաշրջանային երկրների համար հույժ կարևոր խնդիր է եւ զգայուն խնդիր է։ Այն ամենը ինչ որտեղ նույնիսկ սոցիալական խնդիրներ, որոնք այս պահին Իրանում տեղի են ունենում եւ ներկայացվում են որպես սոցիալական խնդիրներ, չէ, իրականում գուցե այդքան էլ սոցիալական հիմքեր չունեն, այսինքն մենք չենք կարող համոզված լինել 100%-ով, որ դրանք սոցիալական ազդեցությունները, արտաքին ազդեցությունների հանդեպ պայքարը դա է հիմնականում եւս զգայուն թեմա է շատ, որովհետեւ եւ Վրաստանում, եւ Իրանում, մասամբ Թուրքիայում, Ադրբեջանում բոլոր դեպքերում բոլորն էլ խոսում են հիմնականում արտաքին ուժերի ազդեցություններից եւ այդ ազդեցության դաշտում հայտնվելուց խուսանավելու տարբերակներն են մտածում, այսինքն դրանք շատ կարևոր թեմաներ են։ Գիտեք, մենք մեր նպատակը, որ այսպիսի հաղորդում ենք պատրաստել, նաև նա է, որ ցույց տանք, որ մենք մենակ չենք, այսինքն այն խնդիրները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը տառապում է, այդ խնդիրներում մենք մենակ չենք։ Մեր տարածաշրջանի երկրները նույնպես ունեն նմանատիպ խնդիրներ, հիմնականում անվտանգության հետ կապված, որոնց շուրջ նրանք պակաս չեն մտածում, չեն մտահոգվում, որքան որ մենք։ Եվ վերջում, քանի որ խոսեցինք Հարավային Կովկասում երկրները հիմնականում որ թեմաների շրջանակում են ավելի զգայուն, հիմնականում որ երկրների դեպքում է, որ շատ ավելի դժվար է լինում մոնիթորինգ իրականացնելը։ Գիտեք, հենց Ադրբեջանի դեպքում շատ ավելի դժվար է իմ կարծիքով, որովհետև այնտեղ այդքան ազատ չեն, որքան կարող է մեզ թվալ առաջին հայացքից։ Այսինքն պետական վերահսկողությունը շատ ավելի ուժեղ է այնտեղ, ցենզը շատ ավելի ուժեղ է այնտեղ եւ ճշմարտությունը գտնելը շատ բարդ է, որովհետեւ բոլոր դեպքերում պետական ճնշումը կա, քարոզը կա, վերահսկողությունը կա եւ այս իմաստով փառքուպատիվ մեզ, որ մեր դեպքում շատ ավելի ազատ է մամուլը, շատ ավելի հանգիստ է, շատ ավելի խաղաղ է, քան Ադրբեջանի դեպքում։ Պաշտոնական տեղեկությունները լինում են ընդամենը 1-2 կայքերում եւ շատ ավելի հեշտ է լինում մշտադիտարկում իրականացնել։ Եվ մյուս երկրների դեպքում ինչ խնդիրների եք բախվել։
հիմնականում խնդիրներ որպես այդպեսին չեն լինում, այսինքն ցանկացած լուր էլ ընտրելիս կոնկրետ ես փորձում եմ մի քանի աղբյուրներից օգտվել, այսինքն եթե մի քանի տվյալ երկրին պատկանող մի քանի հավատ ներշնչող աղբյուրներ նույն բանը ասում են, ուրեմն այնտեղ կա ճշմարտություն, այսինքն տվյալ դեպքում քանակապես ստուգելով մի քանի կայքերից օգտվելով փորձում եմ գտնել ճշմարտությունը։ Իմ կարծիքով դա է տարբերակը, քանի որ ցավոք սրտի գնալ եւ տեղում ճշտել տվյալ իրադարձության մանրամասնությունները չունենք մենք նման հնարավորություններ, այսինքն գործողումներ, գնալ նկարահանումներ չենք ունենում եւ միակ ճանապարհը լուծելու թե որքանով է տվյալ լուրը հավաստի, ճշմարիտ եւ իրական մի քանի աղբյուրներից օգտվելն է, հավաստի մի քանի աղբյուրներից միաժամանակ օգտվելն է եւ համոզվել է, որ իրապես նման բան տեղի է ունեցել։ Դա է միակ տարբերակը մեր բaragայում ցավոք սրտի։ Դուք հիմնականում պաշտոնական տեղեկություններն եք, չեմ, հաղորդման շրջանակում։ Այս դեպքում ներքին քաղաքականություն ուսումնասիրելու խնդիր կարծում եմ չի լինում, այն ինչը որ պաշտոնապես իրենք հրապարակում են, դա տեղադրվում է նաև հաղորդման շրջանակում։ Շատ հաճելի էր Ասիա ջան, շատ թեթև լավ զրույց ունեցանք։ Հուսով եմ, որ այս ձեր հաղորդումից հետո հարևաններ հաղորդման նկատմամբ հետաքրքրությունը այլ ավելի կմեծանա։ Ուրախ եմ, որ հետաքրքրում են ձեզ տարածաշրջանային լուրերը, որովհետև դա նշանակում է, որ մենք պատահական եւ աննպատակ չենք վատնում մեր ռեսուրսները։ Շնորհակալ եմ նման վերաբերմունքի, նման մոտեցման համար։ Ուրախ եմ։ Ես եմ շնորհակալ եւ ամփոփելով կարող ենք նշել, որ փաստական հիմքերին ուշադրություն դարձնելը մշտապես կարող է եւ օբյեկտիվություն ապահովել եւ ճշգրտություն եւ հետաքրքրություն տվյալ իրադարձության նկատմամբ։